Առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է, գործումներ գրաված են նաեւ Իրանի քաղաքացիներ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Գագիկ Ծառուկյանին, ուսումնասիրություն է սկսվել Ծառուկյանի ձերբակալության տեսանյութում առկա մտահոգությունների առնչությամբ։ Անդիմության որոշ ներկայացուցիչներ Ծառուկյանի շուրջ կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։ Կոկորդիլոսներ, ազնվացեղ նժույգներ եւ բազմաթիվ այլ կենդանիներ դեռ Ծառուկյանի տանն են։ Եվրամիությունը Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա, այն օգտագործվելու է նաեւ սահմանազատման գործընթացում, Եմեն նաեւ Հայաստանում 3 սահմանային անցակետ է կառուցում։ Հայաստանը պետք է կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին, հայտարարում է Հայաստանում Իրանի դեսպանը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Երեք ավան եւ նոր քվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գարիկ Աբելյանի գլխավորությամբ որոշեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Հիշեցնեմ, հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում ԲՀԿ առաջնորդի առանձնատանը Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր, տեղափոխվել քննչական կոմիտե։ Քննչականից պարզաբանեցին քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ծառուկյանը մեղադրանքը սուտ սարքած փուչիկ է որակում։ Ծառուկյանի փաստաբանն էլ 3 մեղադրանքը աբսուրդային ու ծիծաղելի է որակել, ասելով, այնտեղ որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, այս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի եւս 1 անդամ է կալանավորվել, մեկն էլ ձերբակալվել։ Քննչական կոմիտեն նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե դիմակավորված իրավապահները ինչպես են Գագիկ Ծառուկյանին տապալում գետնին։ ԲՀԿ խոսնակի Վետատոնոյանն է անդրադարձել Ծառուկյանի կալանավորմանը, նշել, որ արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է։ Սա ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն է եւ քաղաքական վրեժխնդրություն է։ Ուրիշ գնահատական չեմ կարող տալ այս ամեն ինչին եւ ուղղակի նաեւ ցավում եւ ցավակցում եմ այսօրվա քննչական կոմիտեի բոլոր պատասխանատուներին, ովքեր իրենց այսպես ըստ երևույթին մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության այսպես ամեն տեսակի բարդույթները փորձել էին իրացնել եւ արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակահատված արված տեսանյութի մոնտաժով, որովհետև այն էնտուզիազմով ըստ երևույթի, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտարակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան
իրական տունը խուզարկության չան հանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդհանրապես ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել։ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին եւ նրան պատկանող ընկերություններում խոզարկություններին անդրադարձել են ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում խորհրդային անցած Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները, նրանց գնահատմամբ Ծառուկյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով։ Մարդու իրավունքների պաշտպանն է արձագանքել Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը, անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակներից չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 8-ին այցելել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու եւ նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին եւ իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցեր։ Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է ու ենթակա չէ հրապարակման, նշում են օմբուդսմենի գրասենյակից։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն է անդրադարձել Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործին, որում ներգրաված են նաև Իրանի քաղաքացիներ, ընդգծելով, որ Հայաստանի ներքաղաքական հարցերին չեն միջամտում եւ միջամտելու ցանկություն չունեն, Շիժլողամին հայտնել է, որ Թեհրանը ափսոսում է, որ Հայ-իրանական առևտրային պալատի նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց։ Այդ աշխատանքներում ներգրավված էին եւ Իրանի քաղաքացիներ եւ Գագիկ Ծառուկյանը։ Բիզնես աշխատանքների ընթացքում եղան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Տեսնելով իրավիճակը եւ կանխատեսելով հետագա վնասները, դեսպանությունը եւս փորձել է միջնորդ դառնալ կողմերի միջև, փորձելով հասնել փոխզիջման տարբերակի, որը ընդունելի կլիներ բոլորի համար։ Այս պահին, քանի որ արդեն գործ ունենք իրավական գործընթացի հետ, մենք մեր կողմից հուսով ենք, որ վկայությունների եւ արկա ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը եւ հասնել որոշակի արդյունքի, նշել է դեսպանը։ Երևանի կենթանաբանական այգին հաստատել է, որ գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քննեցումից չի արթնացել։ Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ այգի տեղափոխված էգ առյուծը պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով, ինչը արդեն արձանագրված է հերձման ակտով, քննեցումից չի արթնացել։ Կենթանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեցիստային փոփոխությունները արկա են ճարպակալում, որովայնի խոռոչում արկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է, ասում են հաղորդագրությունում։ Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խոզարկությունների շրջանակներում քննեցվել ու Երևանի կենթանաբանական այգի էին տեղափոխվել Ծառուկյանի ընդունելությունների տանը պահվող կենդանիները, 3 առյուծ եւ 1 վագր։ Այս պահին Ծառուկյանի տանը դեռ գտնվում են բազմաթիվ կենդանիներ եւ թռչուններ, ձկներ, նաեւ 12 ազնվացեղ սպորտային ձիեր, արաբական, անգլիական տեսակի նժույգներ եւ 9 նեղոսային կոկորդիլոսներ։ Եվ այժմ զրուցելու եմ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Վարդանյան, որտեղից սկսենք։ Շատ տարբեր են թեմաները, այսինքն եթե ընդհանուր մի թեմայի ծածանցվենք, պարբերաբար զարգացումներ են լինում։ Ես մոռացա հենց նոր նշեի, որ քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի եւս մեկ անդամ է կալանավորվել, մինչ այդ եւս մեկն էր կալանավորված, մեկը ձերբակալված։ Սկսենք այն որակումներից, որոնք տալիս են Ծառուկյանի դեմ իրականացվող գործողություններին, ոչ իրավաչափ, ոչ իրավական, ոչ քրեադատավարական, այլ զուտ քաղաքական։ Դա սպասելի էր, ես կարծում եմ այն ինչ ասում է Իվետա Տոնոյանը, դա եւս մեկ անգամ իմ ենթադրության համար ապացույց է, որ առայն որ ըստ երևույթին Գագիկ Ծառուկյանը գիտեր, թե ինչ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում էլ կարող էր եւ իրավապահների կողմից հետապնդման ենթարկվել եւ քաղաքական, այսպես ասած, վահանը լավագույն տեղն է, որտեղ մեր կարելի ասել քրեա օլիգարխիկ համայնքը փորձում է թաքնվել։ Սա նոր բան չի, մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են
քաղաքական հովանոցը օգտագործում, մարդիկ իմանալով, որ վերջում կարելի ասել, որ սա քաղաքական հետապնդում է, իրականում ոչ, հանցանք է տեղի ունեցել, այսինքն ըստ մեղադրանքի, եւ ավելին ասեմ, սա ուղղակի խայտարակություն է, հաշվի առնելով նաեւ ձեր տեսանյութում, ինչպես նկատեցի, ասենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության, ասենք, դեսպանն է արդեն խոսում այս մասին, ավելին ասեմ, եթե վերցնենք այնտեղ դատապաշտպանը երբ ասում է, որ այն գործով, որտեղ ինքը պիտի դժոխք ճանաչվեր, հələ մի բան էլ մեղադրանք առաջադրվել, ինձ մոտ ուղղակի հակընդդեմ հարց է առաջանում, արդյոք ինքը դիմել է օրինակ իրավապահ համակարգին, իրենք դիմել են, եթե իրենք տուժել են ինչ-որ բանից, ապա պիտի դիմաց լինեին, եւ եթե ոչ, ապա այդ ինչպես է ստացվել, որ տենց տուժել են եւ չեն դիմել։ Սա ուղղակի խայտարակություն է, նաև եթե մի քիչ էլ հարցին լայն նայեմ, բոլոր այն այսպես ասած հայտարարությունները, որոնք այդ ընդդիմադիր եռագլուխ պատերազմի կուսակցությունը իր մտահոգությունների շրջանակում հայտնում էր առայն, որ վայ Իրանի հետ հարաբերություններ ենք փչացնում եւ այլն, ինչպես կարելի է նման եւ քաղաքական հայտ ներկայացրած բիզնեսմենը նման, ասենք, հարցի առաջ կանգնի, առնվազն հարցի։ Բայց Իրանի դեսպանը նաև ասում է, որ այդ ընթացքում եղել են տարաձայնություններ, խնդիրներ, դեսպանությունը որպես միջնորդ է փորձել հանդես գալ, որ հարցերը լուծվեն, այսինքն բանը գուցե սրան չհասներ, հնարավոր էր հետաքրքիր է այդպիսի լուծում, բայց դե այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներից ելնելով դուք գնացիք հենց այս լուծման։ Ես չեմ կարծում, որ նման ինչ-որ մեկը դիմել է, չէ՞, այս հարցով։ Ինչ-որ մեկը դիմել է իրավապահ համակարգին, տեղյակ չեմ իհարկե ինչ դիմումի, ինչի հիման վրա է այս գործընթացը տեղի ունեցել, բայց ակնհայտ է, որ տեղի ունեցել միջադեպ, առնվազն, որը որ գրավել է ուշադրությունը այդ թվում Առևտրի պալատի, այդ թվում Իրանի դեսպանի, այսինքն այս ամեն ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, որի պատասխաններն մենք կարծում եմ կստանանք։ Իսկ սա խնդրահարույց չի Իրան-Հայաստան հարաբերությունների համար։ Չեմ կարծում, որ սա խնդրահարույց է այն առումով, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն հենվում եւ ձևավորվում անձի մասնավորապես Գագիկ Ծառուկյանի վրա, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրար հետ խոսելու եւ հարաբերություններ կառուցելու մեծ կարողություններ ունեն։ Նկատի ունեմ խոշոր գործարքների եւ բիզնեսմենների մասին է, էլի խոսքը իրար գցել, բան անել։ Սա խոսում է կոնկրետ, եթե բիզնեսմեն որակեմ Գագիկ Ծառուկյանին իր հեղինակության մասին, իսկ ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում ամենակարևոր ակտիվներից մեկը, որ բիզնես ունենում է, դա իր հեղինակությունն է եւ դրա վրա սովորաբար բիզնեսները դողում են։ Եվ այս անպատժելիությունը ըստ երևույթին տարիներ շարունակ մեր գործարար էլի եմ ասում այսպես պսևդո գործարար միջավայրին թույլ է տվել վարվել այնպես, ինչպես որ տեսել ենք։ Տեսեք, դուք ասացիք հղում անելով Իվետա Տոնոյանին, որ նրանք լավ գիտեն կամ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, հա, որ պատրաստ լինեն տան անդամները, եթե կան խոզարկությունների եւ այլն, ուրեմն ինչ որ բան կա այնուամենայնիվ, բայց չէր կարող արդյոք Ծառուկյանը այդ մտահոգությունը ունենալ քարոզարշավից, օրինակ մայիսից սկսած, երբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ Ծառուկյանին սպառնում էր, խոստանում էր ունե զրկել, խոստանում էր Սարի գլխիտունը վերածել ծերերի խնամքի կենտրոնի, չգիտեմ, այդ կենթանիին ազատագրել ու ինչ որ նման բաներ, հա, այսինքն դեռ մայիսից այս մարդը կարող էր այդպես մտավախություն ունենալ, որ դե ընտրությունների արդյունքներն կամփոփվեն, իշխանությունը կվերընտրվի, այսպես լեզուները ձեռքերը կերկարի, կգան իմ հարցերն էլ կլուծեն։ Այսինքն իր հայտարարությունը զուտ եղել այն պատճառով, ախր սա եթե լիներ միակ դեպքը, ես կասեի հա, բայց ակնհայտ է, որ մեր քաղաքական դաշտում գոյություն ունեն միավորներ, որոնք իրենց հանցանքները փորձում են քաղաքական վահանի տակ թաքցնել։ Եվ սա կարծես թե դարել է տենց բարի ավանդույթ մեր նախկին իշխանության ներկայացուցիչների մոտ, իմանալով այն ամենը ինչ տեղի ունի, որը ավելին ասեմ, այնքան բարի ավանդույթ է դարձել, որ իշխան Սաղաթելյանը օրինակ ընդհանրապես այդ 5 տարվա ընթացքում աշխատանքի չի գալիս, բայց երբ օրինակ Քոչյանի կամ որևէ այլ իրենց թիմակցի մասով որևէ գործ է քննվում, որևէ դատարանում կամ եւ այլն, ինքը միանգամից կոչ է անում իր բաներին, ընտրողներին հավաքվել այդ բաների շուրջ, կառույցների շուրջ
շուրջ։ Սա ինձ համար այնքան ակնհայտ է, ինձ թվում է քաղաքացիներն էլ էս ամենը ակնհայտ տեսնում են։ Իսկ ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ակտիվությանը, ես կարծում եմ այն մանդատը, որը ստացել է այդ օրակարգը ազատվել քրեա-օլիգարխիկ համակարգից, այսինքն քաղաքական դաշտը մաքրել եւ նաեւ բնականաբար վերադարձնել բոլոր այն ապօրինի գույքը եւ ունեցվածքը այն ինչ որ պետությունից եւ հանրային այսինքն գումարներից տարվել է, սա այդ օրակարգի մանդատը, որը ստացել է այդ օրակարգը, նաեւ ազդակ է իրավապահ համակարգի համար։ Բայց տեսեք, մի պահ խնդիրներ է տեսնում Ծառուկյանի ձերբակալության գործընթացում, մասնավորապես անհամաչափ ուժի կիրառում եւ այլն, եւ այդ մտահոգությունները պետք է ուսումնասիրության առարկա դառնան, էլի։ Ես միանշանակ կողմ եմ, որ պետք է ուսումնասիրության։ Դուք եք այսքան խնդիր տեսնում, որ չարժեր Ծառուկյանին գետնին փռել։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, ես ընթացակարգին ծանոթ չեմ, ինչպես է իրավապահ համակարգը գործում եւ որ դեպքերում է, որ օրինակ փռելը չգիտեմ, բայց պարտադիր է ենթադրենք, որ այս դիրքում ձեռնաշխատաներ հագցնեն եւ տանեն։ Փոքր են։ Դե մեր քաղաքացիների միջին վիճակագրական ըստ երևույթին դաստակներին համապատասխան է գնումը կատարել ներքին գործերի նախարարությունից։ Ուզում եք ասել Ծառուկյանը ստանդարտից դուրս է։ Ես որևէ որակում չեմ տալիս, բայց դե ակնհայտ փոքր է հիմա, ես ինչ անեմ, ոչինչ չեմ կարողանում։ Եվ կենթանիների մասով, հա, այստեղ ահագին էլի դժգոհություն կա անկած առյուծի վերաբերյալ։ Իհարկե բավականին տխուր է տեսնել այդ կադրերը, հա, դե բոլորս է գիտենք Ծառուկյանի սերը վայրի կենթանիների նկատմամբ, լուրեր շրջում էին, թե ինչ կենթանիներ են ապահում իր տան տարածքում եւ այլն, այսօր էլ տեղեկություն հրապարակվեց, որ այնտեղ դեռևս մնում են ինչ-որ նեղոսային կոկորդիլոսներ, թվով 9 հատ ազնվացեղ նժույգներ կան, այնտեղ դեռևս մնում են էլի, ասացին ինչ-որ գիշատիչ կենթանիներ, այդ թվում եւ վագրեր կան դեռևս, ոնց պետք է տեղափոխվի, տարատեսակ էլի շատ էկզոտիկ թռչունների, ձկների եւ այլ կենթանիների մասին է խոսքը, եւ հիշեցնեմ, որ հաղորդագրությունից մեկի ժամանակ քաղաքապետարանը նշել էր, որ մնացած կենթանիների մասով դեռ որոշումներ կկայացվեն, էլի, այսինքն կար հիմք կարծելու, որ այնտեղ դեռ կան բավական հետաքրքիր կենթանիներ, եւ այս կենթանիներից մեկը որ անկեց, հիմա այս մնացած կենթանիների մասով այստեղ ինչ խնդիր եք տեսնում, այս կենթանիներին մենք ունենք պայմաններ ուր են տանելու, ոնց են տանելու, որ մեկ էլ չգնան հիմա քնացնեն, այս մնացածին էլ մի բան լինի։ Ձեր հարցը նույնքան մտահոգում է ձեզ, նույնքան ինձ է մտահոգում, ինչքան եւ ձեզ, որովհետեւ նախ երբ խոսում ենք, որ կենթանի նկատմամբ սերը, ես դա սեր չէի կոչի, որովհետեւ ընդհանուր առմամբ կենթանիներին սիրել չի նշանակում բերել եւ շուրջ բոլորը վանդակների մեջ պահել, առավել եւս երբ տեսա այդ խրտվիլակները, ինձ համար ճիշտ ասած անձնապես ինձ համար միևնույնն է դա օրինական ճանապարհով սպանված կենթանիներին թե ոչ, ես ընդհանուր առմամբ որսը չեմ ընկալում, բայց այդ իմ անձնական կարծիքն է, հետեւաբար մնացած մասով, այսինքն օրինականության եւ անօրինականության մասով պետք է իրավապահները պատասխան տան։ Ինչ վերաբերում է մնացած կենթանիներին, հիմա օրենք է գործում, որով վայրի կենթանիներին ուղղակի վայրենությունա նման կերպ պահելը եւ ըստ օրենքի պետք է բնականաբար այդ կենթանիների հարցը լուծվի, այդ թվում կենթանաբանական այգու աշխատակիցները պետք է հավուր պատշաճի կարողանան, այսինքն այդ կենթանիներին առանց վնասելու տեղափոխել կամ ինչ անել, էլի ես տեղյակ չեմ ընթացակարգից ինչա հնարավոր անել, բայց ընդհանուր կարողությունների մասով, էլի, այսինքն, չգիտեմ, ինչ որ բարդ process է։ Դե վստահ եմ բարդ process է, ես բայց ինքս տեղյակ չեմ, թե կենթանաբանական այգու մասնագետները, որ, ասեմ, չգիտեմ, այնտեղ ասեցիք կոկորդիլոսներ եւ այլն, որ կենթանու մասով ինչ մասնագետներ ունենք կամ չունենք, եւ հետեւաբար, չգիտեմ, ուղղակի կհետևեմ ընթացքին այս մասով, բայց ամեն դեպքում այդ տեսարանը սարսափելի է, երբ եւ այս որ դարում ենք մենք ապրում, որ կարելի է ուղղակի կենթանին վերցնել, բան անել հիմա շրջապատել քեզ այդ կենթանիներով, ինձ համար անհասկանալի է, էլի 21-րդ դարում քաղաքակրթության որ մասում ենք մնացել մենք։ Այս կենթանիների հարցը անդադ շոշափում են այո այն տրամաբանությամբ, օրինականության, հա, անօրինականության, չգիտեմ, եւ էլի հարցերը գալիս են խորքից, հա, նոր հիշեցիք, որ Ծառուկյանը կենթանիներ է պահում, իրավապահ համակարգը նոր հիշեց, որ սենց բան կա։ Չեմ կարծում, Առենջի բարձունքին։ Չեմ կարծում նաև, որ իրավապահ համակարգի
ուշադրությունը, այսինքն հիմնական նպատակը այդ խոզարկության դա կենթանիներն են եղել, էլի հիմնական նպատակը բնականաբար այն հիմնական գործի առումով է եղել եւ եթե հնդածս ինչ որ այլ բաներ են պարզվել եւ ուշադրություն գրավել, հետեւաբար այդ էլ հետը գնացել է։ Իսկ այս ամեն ինչում Բելարուսամետ օլիգարխ լինելու հանգամանքը ինչ որ դեր ունի։ Ըստ ձեզ։ Եթե ինչ որ բանամետ լինելու հանգամանքը դեր ունենար, դա կարելի է դիտարկել որպես բռնաճնշում։ Ոչ, այստեղ դեր ունի մարդու կատարած ենթադրյալ հանցանքը եւ իրավապահների բնականon գործողությունները։ Հեսա մի երկու ամսից Ծառուկյանին բաց կթողեն, էլի ամեն ինչ կվերադառնա իր շրջանս յուր։ Մարդիկ տեսել են էլի աշխատանքը իրավապահ համակարգի, շատ ընդհանրական ասած, հա։ Բռնում են ինչ որ բաներ գտնում են, հետո թողնում են, հետո ժամկետ է անցնում, հետո չգիտեմ ինչ է լինում, հետո մի ուրիշ մեկը գալիս է կենցաղային լեզվով ասած վիզ է վերցնում այդ արարքների համար։ Մարդուն ճանապարհում ենք տուն, տենց Դե դատաիրավական համակարգի բարեփոխումները դա երևի են ամենախոցելի տեղն, որտեղ ինչպես ասում ենք մարդիկ տեսնում են, այդ մարդկանց մեջ ես էլ նստած նայում եմ ինչպես են որոշ ասենք դատական վճիռներ կայացվել այս ամբողջ ընթացքում, որոնք ինձ նույնքան զարմացրել են, որքան եւ ձեզ օրինակ եմ ասում, էլի։ Հետևաբար ըստ երևույթին մեր գերագույն կարելի ասել նպատակներից մեկը պետք է լինի այդ բարեփոխումները հասցնել իր տրամաբանական ավարտին, այն է արդարադատության այդ համակարգը բերել այն վիճակի, որ քաղաքացիների մոտ հարցեր առանձնապես չառաջանան, թե ինչպես է լինում որոշ դեպքերում էսպես է լինում, այլ դեպքերում այնպես է լինում, որովհետև սա նաև մեզ է խոցելի դարձնում, առաջին հերթին մեզ է խոցելի դարձնում, որովհետև երբ պետք է ասում են, այ դուք բանեք զանգով ըստ երևույթին դատավորի մոտ հարց եք լուծեմ, մյուս դեպքում էլ ասում են, ահա, տեսակ, արդարադատությունը աղտետես, շատ մի քիչ բան է, էլի, երկար թեմա է, կարող ենք այդ թեմայի մեջ խորանալ, բայց կարծում եմ ճիշտը վերցնել ուղղակի պատասխանատվություն եւ շարժվել այդ ուղղությամբ։ Ասում եք քաղաքական վահան են, հա, օգտագործում մարդիկ իրենց հանցանքներից քողարկվելու համար, չգիտեմ, զբաղվում են քաղաքականությամբ, մասնակցում են ընտրությունների, մանդատել են վերցնում դրա համար։ Իհարկե։ Որտեղից, եթե ոչ Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոնից իրենք քաղաքական տեքստեր ասեն հանցանքների մասին, որոնք որ կարելի է թաքցնել։ Որտեղից, գիտեք, այսպես ասեմ, իմ տպավորությամբ ընդհանրապես քրեա օլիգարխիկ համակարգը դա ներդրված համակարգ է, որը որ գործիք է Հայաստանի Հանրապետության անկախության հանդեպ ոտնձգություն իրականացնելու համար։ Այսինքն անկախությունը թույլատնելու, դա լավագույն գործիքն է, ունեն մեզ քրեա օլիգարխիկ համակարգ, հիմնականում այդ մարդիկ էլ իշխանությունն են ունենում եւ հետեւաբար այս կարելի ասել բրգաձև կառավարմամբ հնարավորություն է ստանում ինքդ ղեկավարել մի այլ պետության, ենթադրենք, ուղին։ Եվ երբ մենք խոսում ենք քրեա օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու մասին, սա ընդհանրապես մեր պետությունից նման համակարգի արմատախիլ անելը, դա պետության առողջացման կարևորագույն քայլը, որ պիտի արվի։ Բայց օլիգարխներ չկային Հայաստանում։ Օլիգարխներ չկային, օլիգարխներ կային, քրեա օլիգարխիկ համակարգը դա եղել է, ինչ նկատում եմ հեղափոխությունից հետո, օրինակ Ծառուկյանին ինչ որ խոշոր տնտեսվարող էին անվանում իշխանության ներկայացուցիչները, ինչ որ առևտրի կենտրոն, թե ինչ էին բացում միասին, կտրում էին ժապավեններ։ Առևտրի կենտրոնը բաց եմ թողել իհարկե, բայց պետք է նշեմ հետևյալը, որ հեղափոխությունից հետո ընդհանուր առմամբ, երբ մենք ասում ենք, որ ժողովրդական թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել եւ մենք բոլորս պետք է վերանայենք մեր ընդհանրապես գործելավոճը եւ առաջին հերթին մենք մեզ պետք է վերանայենք եւ անձի վերափոխման, այսպես ասած, նաեւ քաղաքականություն ենք բարում ասելով, որ համերաշխություն պիտի բերի հեղափոխություն եւ բոլորս պետք է ծառայենք Հայաստանի Հանրապետության պետության, պետականության, անկախության ուժեղացման համար,
ակնհայտ դառավ ինչ որ քիչ ժամանակ անց, կարելի ասել, ինչ որ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ մեր պետությունում գոյություն ունեն մարդիկ եւ նաեւ այդ թվում, այսպես ասած, խոշոր գործարարներ, ովքեր պատրաստ չեն գործել ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Միամիտ էիք։ Քրիստոնյա ենք։ Ծառուկյանից էլ։ Հավատացեք։ Ինչ է լինելու տեսնեք այդ Քրիստոսի արձանի հետ։ Այ չեմ կարող ասել ճիշտն ասած։ Դե չգիտեմ, հիմա ես մտածում եմ, երեք դրա մասին էի մտածում, որ այդպես կիսատ է մնացել, այս մարդը գուցե նեղանա, չշարունակվի այդ գործընթացը, այդ լեռան շուրջ ինչ պատմություն ասեց հյուսվեց, քաղաքասարակության մի մասը շատ դժգոհ, ասում են ավիրեցիք այդ լեռը թույլտվություններ տալով Ծառուկյանին, լավ համագործակցում էր նախարարությունը ԿԳՄՍ-ն, նաև այդ թվում նրա հետ այդ հարցով, լիքը մարդիկ գնացին այնտեղ հողեր առան, որ հեսա դառնում է տուրիստական կենտրոն, բիզնեսները դնեն ու անկեղծ ասեմ, այս հարցից բացարձական տեղյակ եմ։ Ինչ բազմաշերտ է Ծառուկյանի հարցը, 1000 հարց է շոշափում այս մարդը։ Մասշտաբը էլի։ Մասշտաբը մեծ է։ Շատ լավ, դառնալով ձեր ընդդիմադիրներին, որոնք մանդատները վերցնում են եւ դա արդարացնում են, օրինակ ասում են մեր բան ու գործը թողելու ենք եւ դա ոնց որ բեռա գնալու ենք, որպեսզի փրկենք այս երկիրը, հա։ Նաեւ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Նարեկ Կարապետյանը ինքը կվերցնի մանդատը եւ աշխատելու է 1 դրամով, մնացած падգամավորների մասով դեռ վերջնական որոշում չունեն, հա։ Ինչպես այդ մեխանիզմը գործելու 1 դրամով աշխատող падգամավորներ, ովքեր մեր վճարած հարկերից չեն վճարվել, այսինքն պետական աշխատավարձ չեն ստանալու։ Դա տարական պոպուլիզմ է եւ ավելին ասեմ, շատ վտանգավոր պոպուլիզմ է։ Դա նշանակում է, որ կամայական քաղաքական գործիչ կարող է այսպես 1 դրամով բնականաբար չէ, հաց չի ուտելու, 1 դրամով չես կարող կենսական քո հորեղբայրը վճարի, ինչ կա։ Հորեղբայրը վճարի, այսինքն հորեղբայրը վճարի, հորեղբայրը Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է, այսինքն Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին վճարի մեր քաղաքական բանում ներկայացված ինչ որ քաղաքական գործ չի, ով վճարի նայել դեպքում իր ցանկությունները ի կատար կացվեն, այսպես ասեմ, հետեւաբար հանրային դառնում падգամավորների համար դրանք իզուր չեն, մենք բարձու աշխատող ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարձու աշխատողներն ենք, որոնց համար մեզ վարձատրում են եւ բնականաբար մեր առաջինը ում շահը պետք է պաշտպանենք, դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ պետությունը։ Իսկ sense մեխանիզմ կամ նախադեպ կա ազգային ժողովում, օրինակ, որ մարդիկ հրաժարվեն աշխատավարձից։ Առ այսօր չի եղել նման բան եւ հրաժարվել աշխատավարձից հանրապես չեմ էլ պատկերացնում ինչ չի կարող հրաժարվել աշխատավարձից, որովհետեւ ազգային ժողովը այսպես թե այնպես դա փոխանցելու է իր հաշվին։ Ազգային ժողովը չի կարող չփոխանցել աշխատավարձը։ Հիմա թե հետո ինքը այդ աշխատավարձի հետ ինչ ուզում է անի, ուզում է դա բարեգործություն անի, ինչ ուզում է անի, ինքը արդեն ստանում է այդ աշխատավարձը։ Դա ինչ որ աբսուրդի պոպուլիզմի ժանրից է, չի կարող այդպես բան պատահել։ Ուզում եմ ասել ինքը չունի լծակ ազգային ժողովին ասելու, որ ինձ մի վճարեք կամ վճարեք 1 դրամ։ Չկա նման իրավական որևէ հիմք նման բան անելու։ Սամվել Կարապետյանը արդեն որոշել է։ Դե Սամվել Կարապետյանը նաև որոշել է, որ հեծում պարզվում է 100 միացում ա եղել, այս ընթացքում այնինչ 4000-ից ավել միացում ա եղել։ Սամվել Կարապետյանը ինչ ուզում ասում է։ Նա նաև նշեց, որ փողոցային պայքարը լինելու է 1 անգամյա եւ վերջնական, զուգորդելու են խորհրդանում, ասաց, որ հասկացել են, վերլուծել են գաղտնի պլանի մասը եղել մանդատները վերցնելու հարցը, որովհետեւ իրանք վերլուծել եւ հասկացել են, որ վերցնելով կարող են ավելի շուտ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, դրան զուգահեռ ակտիվ պահելով փողոցը եւ իրականացնելով 1 անգամյա փողոցային գործողություն, սինխրոնացնելով այժմ իրենց ներկայությունը եւ դուք արդեն իշխանազրկված եք։ Հասկացա։ Ասեմ, ուրեմն ակնհայտ է, որ փողոց գեներացնել այսօր ընդդիմությունը ուղղակի ունակ չի, հաշվի առնելով նաև իրենց հետ ընտրական հանդիպումը, որը մեծ հանրահավաք պետք է լիներ, բայց չգիտեմ ինչու կայացավ ինչ որ փակ սրահում, այն է կրկեսում։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն, որը գաղտնի պլանի մաս էր, չգիտեմ ինչու բանը լրիվ շպիոնանիկի պատմությունն է, բոլորս հասկացել էինք, որ մանդատները վերցնելու են դեռ 1 ամիս առաջ, բայց իրանց մոտ պարզվում է դա գաղտնի պլանի մաս է։
Իսկ այդ որ ասում են, որ մի անգամ դուրս կգանք եւ այլն եւ զուգահեռ ինչ որ բաներ կլինեն, ես կարծում եմ իրենք գալիս են ազգային ժողով, իրենց հիմնական նպատակը է սա։ Եվ երբ որևէ արտաքին սպառնալիք, արտաքին որևէ ազդակ կլինի Հայաստանի Հանրապետության դեմ, իրենք լինելու են խոսափողը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ինչը որ մինչ այս մենք տեսել ենք նախորդ 5 տարիներին, այդ նույնը անելու են իրենք։ Եվ իրենք սպասում են ուղղակի որ ինչ որ մի հատ առիթ լինի արտաքին, որ գան ստեղել մեր ամբիոնից որպես այսպես ասած back vocal։ Շատ լավ։ Մի հարց էս մասը փակելու համար տեսեք կաթողիկոսին էլ որակեցիք որպես ազգային անվտանգության հարց եւ այլն օտար երկրի ավակ լեյտենանտին զեկուցող ինչ որ նման բաներ նրան էլ են փռելու ասֆալտին։ Ես փռելու մասով էլի ասացի ինքս մասնագետ չեմ, չգիտեմ ում Ես ուզում եմ հասկանամ այս հանցանքների ծանրությունները էլի, քանի որ դե այն մասով միայն դեռ հայտարարությունն է, որ ազգային անվտանգության սպառնալիք է։ Եթե օտարերկրաշահ է սպասարկում որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, անկախ նրանից ինքը կաթողիկոսն է, ինքը սովորական ինչ որ նո առավել եւս կաթողիկոսը, բայց եթե այդ թվում կաթողիկոս չի, ենթադրենք ինչ որ մի հատ X քաղաքացի է։ Այդ փռելու ասֆալտին մենք շատ պատկերավոր ասում ենք դրա մասին, բայց հասկանում եք, չէ՞ որ այդտեղ իսկապես ազգային անվտանգության հարց է կանգնած։ Հարցը հենց այդ տրամաբանության մեջ է, այսինքն ասֆալտին փռելու այս ձևակերպման տակ ենթադրում է այդ պակաս ծանր չի, չէ՞, այդ հանցագործությունը երկրի դեմ աշխատելու այդ նկատի ունեմ, էլի, բայց այդ առումով բայց մի մեխանիզմի մաս են այդ բոլորը, ախր դա հարցը։ Մի մեխանիզմի մաս են այդ մեքենան, որը գործում է, որը ես անվանում եմ քրեա օլիգարխիկ համակարգ, հա, որ ասում եմ պետք է արմատախիլ արվի։ Դա մեքենա է, ներդրված, բրգաձև, մետաստազներով։ Եվ այո, այդտեղից պետք է արմատախիլ արվեն կարևոր բաները, էլեմենտները եւ փլել այդ համակարգը։ Ծառուկյանը ըստ ձեզ այդ բուրգի որ հատվածում է։ Չեմ կարող ասել։ Չէ։ Բելարուսական։ Բելարուսական, այսինքն ստորին։ Դե չգիտեմ ճիշտ ասած ինքը որ հատվածում է, բայց ակնհայտ է որ հասկանանք էլի կան վերևներում մարդկա թե Ծառուկյանը ամենավերևն էր։ Այդ չեմ կարող ասել, այդ արդեն իրենք կիմանան։ Շատ լավ, եւ եւս մեկ հարց Իրանի դեսպանի այսօրվա հայտարարություններից, նա էլի խոսեց TRIP-ի մասին, նշեց, որ Միացյալ Նահանգների հետ կա ստորագրված հուշագիր, բայց մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ակտիվ խախտում է պայմանավորվածությունները, այս գիշեր էլ նրանք փոխադարձ հարվածներով են փոխանակվել նման բաներ եւ խոսեց TRIP-ի մասին։ Դեսպանը նշեց, որ Հայաստանը այո պետք է կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, դրա համար պետք է ներդրվի համապատասխան մեխանիզմ, բայց պետք է նաև հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին, ասաց, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացումներ ներկայացրել է բան, բայց ելի պնդում է, որ կարծես չի փարատվել, հա, իրանական կողմի մտահոգությունը։ Ես չեմ կարծում, որ չփարատվելու մասին է հայտարարությունը, ես կարծում եմ, որ բնականաբար իր պետության շահերը ներկայացնող կողմը պարտադիր պետք է ժամանակ առ ժամանակ ենթադրենք այս հայտարարությունը անի, կարելի ասել, որովհետև դա իր երկրի շահերի ներկայացումն է եւ ինքը պատասխանատու է իր պետությանը եւ իր պետության քաղաքացիներին բնականաբար։ Բայց այն որ այս հարցերը կարելի ասել շատ հարթ կոմունիկացվում են եւ շատ ակտիվ աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, սրա մասին կարծում եմ կասկածներ չեն կարող լինել, հաշվի առնելով նաեւ այս նախորդ անցած տարիները, որոնց ընթացքում բազմաթիվ անգամ այս հարցը մեզ մտածել էր, թե ցակելա, թե ինչպես ենք սա կոմունիկացնելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Ծովինար Վարդանյանն էր։
Եվրոպական միությունը Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի հեռակառավարվող ականաձեռնման մեքենա, որը կօգտագործվի ականաձեռնման աշխատանքներում եւ սահմանազատման գործընթացում։ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության ղեկավար Պետեր Վագները նշել է, որ վերոնշյալ մեքենան կշռում է մոտ 20 տոննա։ Նա ընդգծել է, որ տվյալ մեքենան շատ ավելի լայն միջոցառումների եւ նախագծերի փաթեթի մաս է կազմում, որը Եվրոպական միությունը ներդրել է Հայաստանում խաղաղության գործընթացի համար։ Այս փաթեթը մասնավորապես ներառում է ականաձեռնման ոլորտում մի շարք գործողություններ։ Այս մեքենան ականաձեռնման վերաբերյալ 5.5 միլիոն եվրոյի փաթեթի մաս է կազմում, որը ներառում է բազմաթիվ լրացուցիչ տարրեր, շատ ուսուցում, քանի որ մեքենաները տեխնիկապես դժվար են օգտագործվում։ Փաթեթը ներառում է նաև անվտանգության, առաջին բուժօգնության սարքավորումներ, որոնք տեղում ականաձեռնման գործողությունների մաս են կազմում։ Այն ներառում է նաև մեծ քանակությամբ պահեստամասեր, քանի որ մեքենան հեռակառավարմամբ է աշխատելու շատ դժվարին, երբեմն լեռնային միջավայրերում, մանրամասնել է Պետեր Վագները, ներկայացնելով ականաձեռնող մեքենայի տեխնիկական առանձնահատկությունները։ Եվրամիության կողմից Հայաստանին նվիրաբերված ականաձեռնման մեքենան կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականաձեռնման աշխատանքներին։ Բացի այս, մեքենան կօգտագործվի նաև Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում։ Առավոտյան Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրլողամին հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Հայաստանի-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքվելու, Փաշինյանին Թեհրանում կսպասենք, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Մեր ցանկությունը եւ կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակներում հայ-իրանական գործընկերության ինստիտուտի ուղղությամբ շատ լուրջ է եւ վճռական, տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է եւ հստակ հայտարարություններ են արվել, նշել է նա։ Դեսպանի խոսքով Իրանը հետևողականորեն աշխատում եւ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար եւ վճռական կերպով շարունակում է այս ճանապարհին քայլեր ձեռնարկել ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա։ Այս պահին աշխատում ենք եւ տեքստը գտնվում է ուսումնասիրության եւ կազմման փուլում։ Հուսով եմ, որ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք եւ արդեն կսկսենք աշխատանքները հետագա ստորագրման ուղղությամբ։ Եվ հնարավորինս պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման ու վերջնական տեսքի բերման համար։ Իրանը մեծ սիրով կողջ ունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը դեպի Իրան, որտեղ արդեն կկարողանանք ստորագրել այս փաստաթուղթը, նշել է նա։ Խոսելով Հայաստանի տարածքով անցնող TRIP նախագծի մասին, Շիրլողամին հայտարարել է, որ Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա, միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանը Իրանին հավաստիացրել է TRIP ամերիկյան նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս պրոյեկտի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք եւ ԱՄՆ-ի ներկայության արդյունքում որևէ սպառնալիք եւ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ باید به یک سازوکار و مکانیزمی برسیم که هم بالاخره دولت ارمنستان که به دنبال رفع این صداها هست بتونه از این ظرفیت‌ها استفاده بکنه، هم نوعاً رفتارهای مبتنی بر تهدید امریکا علیه جمهوری اسلامی ایران در هر نقطه‌ای که حضور پیدا کرده مدیریت بشه. Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այսպիսի մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել եւ կկարողանա, այսպես ասած, իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա եւ դրա կողքին պետք է կառավարվեն եւ պետք է հստակ կերպով արձագանք տրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության հնարավոր ռիսկերի եւ Իրանի դեմ ունեցած ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքների։ Եվ այժմ զրուցելու եմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Ողջույն, պարոն Մանուկյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, նախ սկսենք Եվրամիություն-Հայաստան համագործակցությունից, ականաձեռնման հեռակառավարմամբ նոր մեքենա են նվիրել եւ Եվրամիության ներկայացուցիչները նշեցին, որ սա մի մասն է կամ այն տարերից մեկն է, որ Հայաստանի համար տրամադրվում է փաթեթային ինչ-որ խնդիրներ լուծելու համար խաղաղության գործընթացին վերաբերյալ, հա։ Եվ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը այսօր հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանում 3 սահմանային անցակետ է կառուցում Դրանցից մեկը շատ պատկերավոր ասած դա Մեղրիի կողմի գտնվող անցակետերից մեկի մասին է խոսքը։ Եվրոպական միության ներգրավվածությունը խաղաղության գործընթացին, այդ թվում նաև
որպես դրա համատեքստ, հա, TRIP նախագծին, որքանով է կարևոր եւ հետաքրքիր է նաեւ ինչ իմաստով խաղաղության գործընթացին Եվրամիության ներգրավվածություն ասելով մենք ինչ ենք հասկանում, օրինակ որտեղ այս համատեքստում մենք շատ տեսել ենք ցանկություն Ռուսաստանի կողմից ներգրավել հենց կոնկրետ TRIP նախագծում։ Եվրամիության ներգրավվածությունը հենց այդ առարկայական միջոցներով է նշանավորվում, ինչը որ դուք նշեցիք այդ անցակետերի կառուցումը, այդ մեքենայի տրամադրումը, որ ականազերծման աշխատանքները իրականացնեն, այսինքն դրանք իրենից ներկայացնում են ֆինանսական շատ հստակ եւ նյութական շատ հստակ աջակցություններ, որը որ ըստ էության համընկնում է Եվրամիության արդեն երևի 80 տարի, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների են ժամանակ, հետո Եվրամիության ընդհանուր այն արժեքային մոտեցմանը, ըստ որի պետությունները պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել եւ խաղաղ ապրել։ Եվ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան ի վերջո իրար հետ պայմանավորվել եւ գալ խաղաղության, Եվրամիության համար շատ ողջունելի է։ Դա ամենաառաջին, ամենակարևոր եվրոպական արժեքներից մեկն է։ Եթե դու տեսնում ես, որ երկու պետություն եւ ազգ կարողանում են իրար հետ պայմանավորվել եւ խաղաղություն հաստատել, դա ամենակարևոր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում հաստատված արժեքն է։ Դրան գումարած Հայաստանի արդեն երկրորդ անգամ վերահաստատումը դեմոկրատական ուղով գնալու։ Այսինքն ես էլի եմ ասել կարծեմ, որ այս պահին Հայաստանի դեմոկրատական լինելը, Հայաստանի կարողությունը, ես նույնիսկ կասեի Հայաստանը լիդերի դեր ստանձնեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում։ Ուրեմն Հայաստանի լիդերությունը, որը Եվրամիությունը տեսավ եւ գնահատեց, եւ Հայաստանի համարձակությունը ցուցաբերելու ինքնուրույնություն եւ անջատվելու Ռուսաստանից, Ռուսաստանի վարած քաղաքականությունից եւ նույնիսկ դիմադրելու Ռուսաստանին, այս երեք գործոնները միասին ստեղծեցին մի այնպիսի լավ հնարավորության պատուհան, որ Եվրամիությունը հնարավորինս շատ օգնություն ու աջակցություն է ցուցաբերում հիմա Հայաստանին։ Հիմա մենք այդ շրջանում ենք, այդ հնարավորության պատուհանի շրջանում ենք եւ Հայաստանի կառավարությունը կարողանում է առավելագույնս օգտվել բոլոր այդ հնարավորություններից։ Մի որոշ ժամանակ հետո, չգիտեմ 2 տարի, 3 կամ 5 տարի հետո էլ այլևս չի լինի այս հնարավորության պատուհանը, հիմա ինչքան հնարավոր է կարծում եմ կառավարությունը կարողանում է օգտվել բոլոր հնարավորություններից։ Իսկ ինչու չի լինի։ Դե էլի տարբեր հանգամանքներով։ Տեսեք, ես 3 գործոն նշեցի՝ Հայաստանի դեմոկրատական լինելը, Հայաստանի ուրեմն լիդերությունը հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորելու հարցում եւ կարողությունը հասնելու խաղաղության, այդ երկու գործոնները բնականաբար միշտ էլ կլինեն, բայց այն երրորդ գործոնը Ռուսաստանի դիմադրության հանգամանքը, հա, չի լինի այն առումով ոչ թե որ Հայաստանը չի դիմադրի, այլ դիմադրությունը դա ինչ որ պահի Հայաստանը կդիմադրի, Ռուսաստանն էլ արդեն թուլացող պետություն է, արևմուտքի համար Ռուսաստանը կդառնա ոչ այնքան այլևս կարևոր ու հետաքրքիր երկիր, կսկսեն չի բացառվում որ այնտեղ հումանիտար ինչ որ աղետներ լինեն եւ արևմուտքի հոգսը արդեն լինի այն, որ թույլ չտան ահավոր մեծ հումանիտար աղետ Ռուսաստանում։ Այդ տեսակետից արդեն Հայաստանի կարևորությունը մի քիչ կնվազի Եվրամիության հարցում։ Հիմա որ Հայաստանը կարողանում է դիմադրել այդ ագրեսիվ պետությանը, որը պատերազմ է վարում Ուկրաինայի եվրոպական արժեքների, մարդու իրավունքների ու դեմոկրատական արժեքների դեմ, ու Հայաստանը կողմ է բռնել դեմոկրատիային, մարդու իրավունքներին եւ այդ տեսակետից նաեւ դիմադրում է այդ մարտատյաց ռեժիմին, դա բարձրացնում է արևմուտքի աչքում Հայաստանի կշիռը եւ բնականաբար բարոյական լուրջ
ուրեմն հրամայական է ձևավորում Արևմուտքում, Ամերիկայում եւ Եվրամիությունում օգնելու Հայաստանին ինչքան հնարավոր է շատ։ Երբ որ Ռուսաստանը արդեն թուլանա, այլ նշանակություն չունենա, այդ Հայաստանի այդ դերն էլ բնականաբար ինքնաբերաբար կնվազի Արևմուտքի աչքում։ Շատ լավ, քանի որ խոսեցինք խաղաղության գործընթաց, արևմուտքի ներգրավվածություն, թրիփ եւ այլն, դառնանք այս իմաստով նաեւ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններին, որը նշում է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից թրիփ նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը եւ հնարավոր մարտահրավերների վերացումը։ Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրանական կողմին կոմունիկացրել եւ հավաստիացումներ է տվել, որ Իրանի համար ամերիկյան ներկայությունը որևէ սպառնալիք Իրանից չի կարողանալու ենթադրել, բայց միաժամանակ նա նշեց, որ պետք է այնպիսի մեխանիզմ ներդրվի, որ Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց պետք է նաև հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին, հա։ Այսինքն դեսպանի խոսքից ինչ ենք հասկանում, որ հայկական կողմի հավաստիացումները այնուամենայնիվ բավարար չեն այնքանով, որ Թեհրանը իրեն ապահով զգա ամերիկյան ներկայությունից Հայաստանում։ Միաժամանակ դեսպանը նաև շեշտում է, որ թեև ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ստորագրվել է այդ փոխըմբռնման հուշագիրը, բայց Միացյալ Նահանգները այն պարբերաբար խախտում է եւ մենք տեսանք այս գիշեր փոխադարձ հարվածներ եւ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչ մի փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գործարք չի լինի, նրանք, չգիտեմ, գալի մի բան բանակցում, գնում մի բան անում են։ Հա, տեսեք, քանի որ Իրանը պատերազմի մեջ է այնուամենայնիվ Միացյալ Նահանգների հետ եւ ինքը համարում է Միացյալ Նահանգներին թշնամի պետություն, Հայաստանը ինչ էլ աներ Միացյալ Նահանգների հետ եւ ինչ էլ անի, միևնույնն է Իրանում որոշակի անհանգստություն առաջանալու է։ Իրանի այդ դեսպանի խոսքից ես սա եմ հասկանում, որ Հայաստանի հավաստիացումները այս պահի համար բավարար են այն իմաստով, որ Իրանը ինչ-որ լրացուցիչ այլ բաներ չասի։ Հիմա իրենք ասում են, որ իրենք անհանգստություն ունեն եւ անընդհատ ուզում են, որ այդ անհանգստությունը հայկական կողմը փարատի։ Հայկական կողմն էլ այս պահի դրությամբ արդեն փարատել է։ Հիմա իրենք ասում են, հա, բայց հետո կարող է ինչ-որ մի բան փոխվի, հա, իրենք անհանգստացած են, որտեղ իրենց թշնամին է Միացյալ Նահանգները, չէ՞։ Ու իրենք չեն վստահ Միացյալ Նահանգներին, որտեղ ասում են մի բան պայմանավորվում ենք իրենց տեսակետից, էլի, մի բան պայմանավորվում են, գնում խախտում են։ Հիմա դուք էլ կարող եք պայմանավորվեք Ամերիկայի հետ, այդ իրենց տեսակետից ամերիկացիները, բայց խախտեն։ Այդ մտավախությունը շատ հասկանալի է, բայց ես կարծում եմ այս իրավիճակը ինչ որ կա, ամենալավ ու ստեղծված պայմաններում ամենաբալանսավորված իրավիճակն է, այն տեսակետից, որ Իրանը չի կարող խոչընդոտել թրիփ նախագծի իրականացմանը եւ չի էլ միգուցե մի քիչ ցանկանում է, բայց այդ կարողությունը չունի, որ դրան խոչընդոտի, բայց մյուս կողմից էլ ինքը այդքան շատ չի անհանգստացած թրիփ նախագծով, որ ինչ որ վնաս փորձի տա Հայաստանին կամ մեծ ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Կարող է շատ ավելի կոշտ հայտարարություններ հնչել Իրանից, մենք դա չենք տեսնում եւ մենք փոխարենը տեսնում ենք ուրեմն վարչապետի այցելությունը Իրան, բան, ուզում եմ ասել նորմալ է, որ ինչ որ այսպիսի լարվածություն այնուամենայնիվ կա, բայց սա կարգավորվում է, կառավարվում է Հայաստանի կողմից, այնպես որ Հայաստանը կարողանում է իր հարաբերությունները պահպանել եւ Իրանի հետ եւ ուրեմն Միացյալ Նահանգների հետ ու իրագործել լուրջ քայլերով առաջ գնալ թրիփ նախագծի իրագործման առումով։ Եվ հետո տեսեք այնուամենայնիվ երկար ժամկետում Իրանն էլ անհեռանկար պետություն է եւ ես կարծում եմ, որ ուրեմն այս պահի եղած դրությամբ Հայաստանը շատ ճիշտ կողմնորոշվել է իհարկե, բայց եթե երկար ժամկետ կտրվածքով նայենք, մեկ է Հայաստանի ռազմավարությունը, երբ որ հարցը գալիս է Իրան թե Միացյալ Նահանգներ, իհարկե պետք է լինի Միացյալ Նահանգների օգտին, մի քիչ ավելի շատ այն օգտին, որովհետև Միացյալ Նահանգները արդեն 250
տարվա պատմություն ունեցող դեմոկրատական պետություն է, աշխարհի թիվ 1 գերտերություն է Իրանը, ասենք հիմա վաղը մյուս օրը այնտեղ մի հատ ուրիշ հեղափոխություն կարող է լինել, մի հատ ուրիշ ռեժիմ կարող է գալ։ Մի խոսքով, այդ ճիշտ է, այս անգամ մենք տեսանք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը իդեմս Տրամփի բավական անհեռանկար քաղաքականություն վարեց Իրանի նկատմամբ եւ մինչեւ հիմա էլ ասենք հստակ չի թե ինչ են կարողանում անել, ոչ մի բան չշահեցին էլ ես պատերազմից, բայց միևնույն է երկարաժամկետ կտրվածքով Միացյալ Նահանգները ուշ, Իրանը ուշ։ Շատ լավ, բայց դե Իրանը մեր անմիջական հարևանն է։ Թեկուզ անմիջական հարևանն է, բայց կայուն պետություն չէ։ Այդ անմիջական հարևան լինելով ինքը շատ ավելի թույլ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, քան թե Միացյալ Նահանգները, եւ մենք որտեղ Միացյալ Նահանգները գերտերություն է, աշխարհի բոլոր տեղերում ներկայացված է, ցանկության դեպքում շատ բան կարող է անել Միացյալ Նահանգները, իսկ Իրանը անգամ մեծ ցանկության դեպքում շատ քիչ բան կարող է անել։ Պարոն Մանուկյան, դեսպանը նաև նշեց, որ պատրաստման փուլում է Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերություն Թեհրանում կսպասեն Փաշինյանին այն ստորագրելու համար եւ այլն, սա այս հարցերը կարող է ինչ որ չափով կամ մեծ մասով թե ստորագրվի այդ ռազմավարական փաստաթուղթը Թեհրանի ու Երևանի միջև մեղմի այս մտահոգությունները, որոնք կարող է Իրանը պարբերաբար ունենալ եւ բարձրաձայնել։ Կարող է մեղմել, դա հենց կարծում եմ այդ շրջանակներում էլ արվում է եւ այդ բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում էլ արվում է, որ մի կողմից Իրանը պարբերաբար ցանկանում է զուտ հոգեբանորեն էլ, որտեղ ինքը Իրան զոհի կարգավիճակով է զգում եւ ինքը բնականաբար թույլն է այս հակամարտության միջև, ինքը կորցրեց իր ամբողջ ազդեցությունը, գրեթե ամբողջ ազդեցությունը ուրեմն Իսրայելի նկատմամբ այդ տերորիստական հարձակումից հետո հոկտեմբերի 7-ին կարծեմ 23 թվականներ թե 22 թվական ինչ որ է դրանից հետո ինքը կորցրեց Հեզբոլլան այնտեղ թուլացավ Իսրայելի ազդեցությունը զգալիորեն մեծացավ մի խոսքով ինքը հիմա այնպիսի հոգեբանական վիճակում է, որ վախեցած է եւ անընդհատ այդ բաների հավաստիացումների կարիքը ունի, որ վայ հանկարծ հիմա մի հատ էլ Հայաստանի կողմից այդ մի լրացուցիչ հարված ստանա, բայց միջև Հայաստանին հասնելը այնքան տեղերից ինքը վախենալու բաներ ունի, այդ թվում նաեւ Ադրբեջանից, ընդ որում ավելի շատ Ադրբեջանից, քան թե Հայաստանից։ Դրա համար այո, այդ ստորագրումը, այդ ռազմավարական համաձայնագիրը նաև Իրանին հանգստացնելու միջոցներից մեկն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Սրուցակիցս քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցի հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։
Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով, կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։